Ապրելու երկիր կուսակցությունը նշում է հիմնադրման 5-ամյակը։ 2021 թվականի օգոստոսի 16-ին հիմնադրված կուսակցության գլխավոր նպատակը ըստ հիմնադիրների խելացի, կրթված, զարգացած եւ անվտանգ Հայաստան կառուցելն է, որտեղ յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա իրացնելու իր մտավոր, տնտեսական ու ստեղծագործական ներուժը։ Քարը քարի վրա դնելով պիտի կառուցենք այն երկիրը, որ կոչելու ենք ապրելու երկիր։ Կուսակցության հիմնադրման գաղափարի մասին նշել է կուսակցության հիմնադիր նախագահ Մանեթ Անդիլյանը։ Մենք պիտի վերափոխվենք, մեր կատարած սխալներից դասեր քաղենք, ինչպես նաև ուրիշների կատարած սխալներից, եւ հասկանանք այն բանաձևը, որով երկիրը ի վերջո կարողանալու ենք դարձնել ընտրությամբ ապրելու տեղ, ընտրությամբ ապրելու երկիր, ոչ թե զուտ, որովհետև այստեղ ենք ծնվել։ 5 տարիների ընթացքում կուսակցությունը անցել է քաղաքական տարբեր փուլերով, արձանագրելով ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ ծանր կորուստներ։ Կուսակցության գործունեության կարևոր դրվագներից էր Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը, որտեղ ապրելու երկիր կուսակցության թեկնածու Վալոդիա Գրիգորյանը ստացել էր ձայների կեսից ավելին՝ 57%։ Սակայն ընտրություններից ամիսներ անց սեպտեմբերին Վալոդիա Գրիգորյանը սպանվեց իր տան մոտ։ Նրա սպանությունը կուսակցության համար դարձավ ամենածանր ու անդառնալի կորուստներից մեկը։ Հիմնադրման 5-ամյակը կուսակցությունը նշեց օգոստոսի 16-ին հայաստանյան հիմնադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով կուսակցության գաղափարը տարիների ընթացքում վերածվել է ոչ միայն քաղաքական նպատակի, այլև ապրելակերպի։ Ես ուզում եմ անկեղծ լինել։ Ապրելու երկրի ստեղծման գաղափարը մեզ համար դարձավ ապրելակերպ։ Ամեն օր, տարբեր քայլերով, տարբեր միջոցներով Հայաստանը բնակության վայրից դարձնելու լավագույն վայրը ապրելու համար։ Ապրեք բոլորդ։ Կուսակցությունը հիմնադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաղաքական ճանապարհով երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու եւ նոր Հայաստան ապրելու երկիր կառուցելու օրակարգով։ 5 տարի անց ապրելու երկիրը հայտարարում է, որ նույն գաղափարով ու վճռականությամբ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը։ Հոբելյանական միջոցառմանը կուսակցությանը շնորհավորեցին եւ իրենց բարեմաղթանքները հղեցին ներկա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ընդդիմություն լինելը հեշտ բան չէ։ Դու երբեմն կայծակի տակ ես լինում, երբեմն անձրևի տակ ես լինում, երբեմն բերդում ես լինում։ Բայց ես զարմանում եմ ձեր վրա ոնց է կարողացել 5 տարի մենակ առանց մեծ աջակցության լինել ընդդիմություն այս բոլոր ճնշումների տակ։ Ես ողջունում եմ, շնորհավորում եմ, իմ լավագույն մաղթանքներն եմ ուղղում Ռուբեն Վարդանյանին, ձեզ, իմ ընկերներին, ապրելու երկրի այն սկզբունքայնության համար, որ այս կուսակցությունը բացառապես ընտրությունների ճանապարհով եւ քաղաքական ճանապարհով է տեսել Հայաստանում փոփոխությունները եւ հետեւողականորեն գնացել է այդ ճանապարհով։